Լեռնադիփարանի զմարու վերափոխման Սուրբ Մայր եկեղեցվով 255-ամյա Հոբելյանը և Աստվածածնալ վերափոխման դոնը զմարու պատրիարքական գղերի միապանության մայրավանքի մեջ հանդիսավորապես նշվեցավ Դիրամոր մարմնով և հոգվով երկինք փոխադրության վերափոխման դոնը։ Հայրապետական բադարակը նախակահեց և մատուցեց ամենավադիվ և քերերջանիկ Բերդեր Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյան Դանն Գիլիգիո Գաթողիկե հայոց կաթողիկոս պատրիարքը, առընթերագայությամբ հայր Վարդան Ջալուֆի և հայր Նշան Հաննիշյանի, ներկայությամբ եպիսկոպոսներու, քահանաներու, անարատ հղության հայր քույրերու, երեսփոխաններու, գրթական մշակներու, նաև այլ գառույցներու ներկայացուցիչներու և հավատացյալներու մեծ բազմության։ Սուրբ Ինքնաջոս Մալոյան ամֆիթատրոնի մեջ մատուցված Սուրբ եւ Անմա բադարակի ընթացքին բարձրացան աղոթքներ եկեղեցու ընտանիքներու, հայրենիքի, Լիբանանի եւ աշխարհի խաղաղության համար։ Մարիամ, ողորմության մայրը, ամենաբադիվ եւ քերերջանիկ հոգեվոր դերը իր քարոզին մեջ խորհրդածեց Մարիամ Աստվածածնին որպես ողորմության մայր առաքինության իմաստին շուրջ, հրավիրելով հավատացյալները, որպեսզի այս խոսքերը չմնան սոստ աղոթքի մեջ կրկնվող արդահայտությունը, այլ վերածվին կյանքիմը, որ կվկայե սիրո եւ հավատքի մասին։ Ան նշեց, թե Գույս Մարիամի սերը անբաժան է անոր որդիին Հիսուս Քրիստոսի հետ մեր ունեցած կապեն եւ թե անոր հանդեպ իսկական պատվանդանը կարտահայտվի հավատացյալին կյանքին մեջ, չարեն, կեղծավորութենեն, նախանցեն եւ այլ անհարիր վարքերը հերու մնալե եւ սիրտը իր շրթունքներուն հայտարարածին հետ ներդաշնակ պահելու ջիքին մեջ։ Հոգեվոր դերը կանգ արավ Մարիամի մարմնության վրան, որ չի լքեր իր զավակները, այլ կընկերանա անոնց իրենց դգարության եւ ցավերուն մեջ, կմխիթարե զանոնք իրենց նեղություններուն ընթացքին եւ միշտ կհրավիրե զանոնք Աստուծո վերադառնալու։ Աննախադեպ երևույթ էր հավատացյալներուն բարդեր բաժնվելը, որով ստացողները ամենաբադիվ եւ քերերջանիկ հոգեվոր Տիրոջ հրավերին ընտարաչելով յուրաքանչյուր հավատացյալ հաղորդութենեն հետ իր վարդը զետեղել է Աստվածածնի արձանին առջև, որպես սիրո եւ հավատարմության խորհրդանիշ ողորմության մոր Մարիամի հանդեպ։ Բադարակի ավարտին կատարվեցավ խաղողորդ ներքի արարողությունը, ավանդույթը, որ կընկերանա Աստվածածնի վերափոխման տոնակատարության եւ որ կարտահայտե Աստուծո հանդեպ շնորհակալություն երկրի բարգեւներուն եւ պտուղներուն։ Հոգեբարար արարողութենեն յետ հավատացյալները այցելեցին ոգեղեն ավանդի վկայություն ցուցահանդեսը, որու բացումը կատարված էր զմարու մայրավանքի փոխման Սուրբ Ուսի Մայր եկեղեցվո կառուցման 255-ամյակին արդիվ, ուր ներկայացված էր զմարու մայրավանքի թանգարանի ընտրանի իրերը, որոնք կպատկերեն Դիրամոր կերպարը։ Սույն ցուցահանդեսը առիթ ընձեռեց հանդիսատեսին ծանոթանալու եւ ըմբոշխնելու մայրավանքի կողմէ սերունդները ի վեր պահպանված հոգեվոր, գեղարվեստական եւ պատմական ավանդի մեկ մասին։ Դոնակատարությունը փակվեցավ շնորհավորանքներու ընդունելությամբ հոգեվոր Տիրոջ մայրավանքի, Մեծավորի եւ Զմարու պատրիարքական գղերի միապանության մայրավանքի վարչության, որ տեղի ունեցավ հյուրասրահի մեջ, հոգեվոր մթնոլորտի մեջ, համախմբելով եկեղեցվո զավակները վերափոխյալ Դիրամոր եւ Զմարու Դիրամոր շուրջ աղոթքի, հույսի եւ հաղորդակցության մեջ։